Արձանագրությունը, որ կա, դա միակ օրինական տվյալն է, չգիտեմ դուք ինչ տվյալ եք ուզում, ես ասում եմ, այն ինչ ունենք արձանագրությունում, դա այն թվերը, Պարոն Ավագիմյան, մենք այս վարույթում գտնում ենք, որ դուք ապօրինի գործ եք արել, դրա համար ենք դատարանում։ Այսինքն դատարանը վերջում որոշելու է, ճիշտ եք արել, թե սխալ։ Հիմա եթե իմ բոլոր հարցերին ասելու եք, ես արձանագրել եմ, դա է ճիշտը։ Մեր հարցերը դառնում են առարկայազուրկ։ Հիմա դրա համար մենք պետք է փորձենք հասկանանք ձեր կողմից այդ քվեարկության արդյունքների իմի բերման գործընթացը ինչքանով ա եղել ամբողջական, ինչքանով ա եղել վերահսկելի բաներ, quality assurance-ի, հաստ որակի ստուգման տեսակետից, ինչքանով ա հավաստի, որ վերջում հասկանանք ձեր պնդումը, որ այս արձանագրության մեջ ես ունեմ եզրահանգում, ճիշտ է թե ոչ, դրա համար կրկնում եմ հարցս։ Եթե ոչ մի տեղամասում անվավեր չճանաչվեր քվեարկության արդյունքները եւ հաշվենք թվերը, չեմ ասում դա պետք է արձանագրենք թե չէ, ընդհանրապես թվաբանություն ենք հաշվում, ԲՀԿ-ն 4% հավաքում էր թե ոչ։ Պարոն Օրբելյան, մենք իրավիճակը գնահատել ենք այնպես ինչ ունենք, այն իրողությունը, որ ունենք, ես չեմ կարող ենթադրություններով Կարծիք չեմ հարցնում, թիվ եմ հարցնում, չեմ ասում, է ճիշտ է ասում, պարոն Օրբելյան, մենք ունենք 3 տեղամաս, որտեղ որ անվավերը ճանաչվելու արդյունքում բոլոր ձայները ըստ ընտրական օրենսգիրքի 0-ն են։ Լավ, խնդրեմ, սա ուրեմն բոլորին ներկայացնեմ, սա էլեկտրոնային քվեարկության արդյունքներն է։ Մի օրինակ ձեզ եմ տալիս։ Կա, կայքում հրապարակված նա ուղղակի մեծ եմ տպել, որ լավ երևա։ Բոլորին լավ երևա, սա ինչա որ դուք արձանագրել եք ձեր կայքում։ Հիմա ինձ կբացատրեք լավ երևա ասելով նկատի ունեք։ Դատարանին երևա, մեզ չի երևում, պարոն Օրբելյան։ Բարձր դատարան, եթե թույլ կտաք ձեր համար ուղղակի ունեք մեկից ավել օրինակ։ Շատ եք բերել եք մեծից, մեծ էլ ունենք, փոքր էլ։ Եթե կարծում եք, որ պետք է մենք էլ նայենք, փոքր օրինակներն էլ տան, որ հարմար լինի։ Մեզ կարող եք փոքր տալ սերանին դնելու համար։ Տպել եմ շատ, բայց ոնց որ բավարար շատ չեմ տպել, մտածում եք երևա։ Ես ներեցի։ Հա, շնորհակալություն։ Հիմա Պարոն Ավագիմյան, զուտ հերթով մեր ամենակարևոր խնդիրներից մեկը հիմա փորձում ենք հաշվարկները հասկանալ, էլի կոնցեպտուալ, որ ընտրությունները կեղծված են թե չէ, որովհետև որ հարցեր ենք տալիս քննչական կոմիտեն քրեադատավարական դաշտով է գնահատում ամեն ինչ։ Չի գնահատում, դեռ հետո վերջում կանդրադառնանք, եթե կարիք լինի։ Հիմա մենք ուզում ենք հասկանանք հաշվարկը ոնց է լինում։ Որ խնդրեմ, կբացատրեք ոնց է տեղի ունենում, բոլորս իմանանք ոնց է տեղի ունենում քվեարկություն էլեկտրոնային եղանակով։ Ինչ-որ ձեռագիր բան կա, թե ամբողջ համակարգչային է, էլի զուտ այդ հասկանալու համար։ Նայեք, կա կենտրոնական ընտրական հանձնաժողովի 36 որոշումը, եթե չեմ սխալվում, չհասցրեցի նայել, այդ սահմանված ընթացակարգով է լինում, ձեռքով այնտեղ բան կա, էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող անձանց տրամադրվում է ծածկագիր, որով պետք է իրանք համակարգ մուտք գործեն, ծածկագիրը հավաքելուց հետո պետք է փոխեն իրենց անձնական ծածկագիրը դնեն, հետո նրանից հետո պետք է իրենց քվեարկությունը իրականացնեն, քվեարկությունը իրականացնելու համար նաև ուղեցույց է տրամադրվում այդ ընտրողներին եւ սահմանված կարգի համաձայն հաշվարկվում է վերջին քվեարկությունը, որ էլեկտրոնային եղանակով իրականացվում է։ Այսինքն կարա փոխվի։ Էլեկտրոնային եղանակով քվեարկողը մինչև քվեարկության էլեկտրոնային եղանակով սահմանված քվեարկության ավարտը ինքը կարող է փոխվել։ Բայց եթե փոխվում է, դա էլի համարվում է վավեր, նորմալ քվեարկություն։ Ինքը պետք է դա հաստատել, այդ վերջի հաստատած քվեն է, որ Հա, այսինքն եթե փոխեց, սկզբում ընտրել էի մի կուսակցության, հետո պաշտպանեցի, հա։ Իսկ ես ոնց է ստացվել, թուղթ չկա, չէ, որ թղթի վրա չեն նշում, ծրարի մեջ չեն դնում։ Անվավերը ամբողջությամբ էլեկտրոնային է, չէ։ Այո։ Ոնց է 22 հատ անվավեր դառել։ Այսինքն կոմպյուտերով բացել եմ, սեղմել եմ, օքեյ տվել եմ, այ ոնց է անվավեր դառել։ 22 հատ։ Չեն հաշել, ոչ մեկին չեն նշել։ Այսինքն սկսել են գործընթացը, լավ։ Մի հատ էլ փոքր հարցնամ, որ խնդրեմ, եթե ձեր մոտ համակարգիչ կա, այս թվերը կգումարեք իրար։ Համակարգիչ կա, բայց 1, 8, 330, 1, 1, 4, 5, 13, 3, 5, 13, 5, 22 հատ էլ անվավեր։
Առաջ անցնելով ասեմ, դառնում է 411։ Այո։ Սա համակարգչային եղանակով արվել, սա ձեռով չի, սա համակարգչային եղանակով արված process է։ Նորից սա գումարել եմ, ընդ որում փորձել եմ մի հատ կալկուլյատորով, մի հատ հեռախոսի վրայի կալկուլյատորով, մի հատ էլ Excel-ով, մի հատ էլ Google Sheets-ով եմ հաշվել։ Բոլոր դեպքերում 411 է եկել։ Ուզում եմ հասկանամ ոնց է ստացվել որ։ Պարոն Հովակիմյանը հիմա գումարում է հեսա վերջացնում։ Հա։ Կարող ես սխալ եմ հաշվել։ Մերը ուրիշ։ Հիմա խանգարում եք պարոն Հովակիմյանի, որ հաշվի։ Ես կամ զանգեմ ուղարկեն իմ մոտ PDF-ն է, չկա։ Քանի որ PDF տարբերակն է։ Հա, նայեք, ես այս հարցը կարևոր է, որովհետև եթե համակարգչային հաշվարկն է սխալ գալիս, մնացածը հասկանանք, էլի ոնց ենք հաշվել, որտեղ հեսա շարունակությունն եմ գալու։ Եթե կհամաձայնվեն, հասկանանք խի սխալ դուրս եկել։ Ոնց է էլեկտրոնային համակարգով հաշվարկում, 410 հոգի քվեարկում, բայց 411 բան ստացվում, արդյունք ստացվում, էլի երբ որ գումարում ենք իրար։ Լավ, սա բերեք մի քիչ, ես ընդմիջում ենք ունենալու, այս ընդմիջման ժամանակ մի հատ կհաշվենք, հետ կգանք նորից, հիմա հաջորդ հարցին անդրադառնամ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ամփոփվել է արձանագրությունը վերջնական կազմվել է, հիմք ընդունելով Ճիշտ եմ հասկանում, որ ամփոփվել են արդյունքները, հիմք ընդունելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արկա ֆայլը, որը ըստ էության ոնց որ սկզբում նախնականն է եղել, հետո վերջնականը մի հատ Excel մեծ ֆայլ է, որի մեջ կա նաև այս 410-ը, որը գումարում ենք 411-այո, մնացած թվերը։ Ճիշտ եմ հասկանում, այդ դա այն ներքևում սամարին վերցրվել եւ իմի ա բերվել։ Դա արդեն իսկ ճշտված, շտկված, ամբողջական հաշվարկված, ոնց որ սանրված, այսպես ասենք ֆայլն է, ճիշտ եմ հասկանում։ Շատ լավ։ Հիմա որ խնդրեմ, եթե ձեր մոտ բաց է այդ ֆայլը եւ եթե կարող եք բացել, եթե դժվար չի, որովհետեւ էլի հաշվարկի հետ կապված խնդիրներ պետք է մի քիչ բարձրաձայնեն, որ հասկանանք։ Ինչ կհուշեք, օրինակ 11.8 ընտրատեղամասում, քանի կողմ եւ անվավեր քվեաթերթիկ կա։ Գումարային։ Եթե Excel-ը բացա, ուղղակի ընդգծեք ներքևում ցույց կտա։ Բաց չի, անցեք ձեր հաջորդ հարցին մինչև կգտնենք։ Դե մի քանի հարց ուղղակի այդ աղյուսակով է, խնդրեմ դա բացեք, որ դրանով Ըստեյության բարձր դատարան այդ աղյուսակ, բայց արձանագրություններն են, եթե այս իրավիճակն է, պետքա լինեն տեղամասային հանձնաժողովների համապատասխան արձանագրությունները։ Անդրադառնանք, Հիմքը եղել են արձանագրությունները։ Դրանց էլ եմ անդրադառնալու։ Հիմա աղյուսակը բացենք, ես տեսնեմ, դա է հիմք ընդունվել։ Արձանագրությունն է հիմք ընդունվել։ Բարձր դատարան, ես նոր հարց տվեցի, ստացա հարցի շատ հստակ պատասխան։ Կասեցիք ձեր մոտի եղած էլեկտրոնային քվեարկության արձանագրությունն է հիմք ընդունվել։ Ասինքն այո, որտեղ դա ստորագրված տարբերակ։ Բարձր դատարան, խնդրում եմ արձանագրությունը բացենք, նայենք շատ, դու կամ խնդրենք գործենք։ Ես ուզում եմ հասկանամ արձանագրությունը բացելն է պրոբլեմ, ինչն է պրոբլեմ։ Ոչ, նայեք, եթե պետքա ըստ տեղամասերի թվեր քննարկվի եւ այստեղ դրանց վերաբերյալ ինչ որ ստուգումներ, ուղումներ իրականացվի, ուրեմն պետքա մեր ձեռքի տակ լինեն բոլոր 2005 տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունը։ Ու հաշվի առնելով, որ ըստ էության ոչ թե վեճ է, այլ որոշման իրավաչափության հարցն է, մենք այդ փաստաթղթերը մեզ հետ չունենք։ Եթե բարձր դատարան գտնում է, որ պետքա դա լինի, մեզ պետքա տակ ժամանակ դրանք ունենալու համար։ Բարձր դատարան հարցը բացատրեմ։ Ուրեմն նայեք, ցանկացած գործընթաց, որը ենթադրում է տվյալների մշակում, ցանկացած, դա կլինի մեր գրասենյակում բազմաթիվ հայցեր գրել, դա կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքների իմի բերել, դա կլինի ցանկացած համակարգչային գրասում, ինչ որ միտեղ ինչ որ տվյալներ հավաքել, դա կլինի ոստիկանության քննչական ծառայության կամ դատախազության ստատիստիկա գոյություն ունի որակի վերահսկողության գործիքակազմ։ Ցանկացած գործիքակազմ, որը մենք իրականացնում ենք, հաշվում շոյ մտաղուսակ լցրեցինք, հավաքեցինք այդ տվյալները։
այդքան էլ ճիշտ, որպեսզի մենք համոզված լինենք, որ այդ տվյալները ճիշտ են, մենք գնահատում ենք, արդյոք մեր ընթացակարգերը այնպիսին են, որը հնարավորություն է տալիս ճիշտ տվյալներ հավաքել։ Այդքան էլ ճիշտ, Տիկին Սաֆարյան։ Հիմա մեր գործընկերներին շատ པարզ հարց եմ տվել, ասել եմ ու համադրել եմ իրականում այդ թվերն են։ Կա մի հատ Excel աղյուսակ, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ազգային ժողովի ընտրություններ 26 թվական բաժնի ներքո կոչվում է ընտրությունների արդյունքները ըստ մարզերի կամ ըստ ընտրատարածքների, որը երբ որ բացում ենք, մի հատ մեծ աղյուսակ կա, որի մեջ ամբողջական տվյալներն են, եւ որի ներքևի տողը, որ այս վերևի ամբողջ թվերի գումարն է, արձանագրված է այն արձանագրության մեջ, որտեղ վերջնական թվերն են։ Այ մի հատ արձանագրություն ունենք, մեջը թվերն են։ Ընդ որում այդ 3 ընտրատեղամասերը, որտեղ անվավեր են ճանաչվել, թվերը 0 են, ամբողջական լցված է։ Հիմա ես ուզում եմ հասկանամ որակի վերահսկողության գործիքները, պարզ 3 գործողություն եմ արել, 3 հարց եմ տալու, դրանից հետո ես թվեր չեմ ստուգում, ուղղակի ուզում եմ ցույց տամ, ինչպիսի խնդիրներ կան այդ աղյուսակի մեջ ու հասկանանք ոնց են այդ դեպքերում անդրադարձել գործընկերները։ Հարցը դրա վերաբերյալ է, եւ թե դժվար չի, բացեք մի հատ նայենք։ Կարամ ասեմ էլ ինչ թվեր են, բայց որպեսզի ես չասեմ դուք արձանագրեք, որ ճիշտ կլինի որ Օրբելյան, գուցե դուք հենց հարց ձևակերպեք, ոչ թե ասեք բացեք, նայեք, այդ ձեր հարցը մի անգամից ձևակերպեք, սպասենք իրենց պատասխանին։ Բարձր դատարան իմ հարցը հետեւյալն էր։ 11-8 ընտրատեղամասում ըստ այս աղյուսակի, չեմ ասում դա ճիշտ է կամ սխալ է, ըստ այս աղյուսակի կողմ եւ անվավեր քվեաթերթիկների գումարը ինչքան է կազմում։ 11-8։ Ու կարող 21-1, կարող եք 21-2, կարող եք 1-20, էական չի։ Այսինքն բոլորը, որը բանի մեջ է եղել, էլի, այդ քվեատուփի մեջ է եղել, անվավեր եւ կողմ։ Բոլոր կողմերը, եթե գումարեն բոլոր անվավերները, ենթադրվում է, որ քվեատուփի մեջ կողմ քվեաթերթիկները անվավերին չեն գումարում, չունենք։ Հիմա ուղղակի գումարենք, ասենք ինչքան է։ Մեր մաթեմատիկական գիտելիքներն է։ Չէ, Տիկին Հովակիմյան, պարզ հարց եմ տալիս, քվեատուփի մեջ ինչքան բյուլետեն է լինում, բոլոր կողմերը գումարած անվավերները, չէ, ուրիշ բան չի լինում դրա մեջ։ Չէ, լինում է որ քվեաթերթիկ չի լինում, դատարկ ծրար է լինում։ Հա, եթե քվեաթերթիկը մտել է քվեատուփի մեջ, մտել է։ Կանց գումարը։ Ուրեմն հա, եթե չի մտել, հասկացանք, եթե մտել է քվեատուփի մեջ կամ կողմ ա եղել կամ անվավեր, չէ, ուրիշ ձև չի կարող լինի։ Ձեր տալու ժամ։ 11-ի 8։ Ասեք հաթաթ գումարեն։ 11-ի 8, հա։ Այո, ես ինչքան պետքա կսպասեմ իմ ժամանակի հաշվին է, բայց կարևոր գործողություն է։ Մի հատ անենք, ես մնացածը հետո կասեմ արդեն ինչ թվեր են ստացվում։ 269 հատ տարբերություն եմ էլի ցույց տալիս ուղղակի։ Հեսա կողմերը սկսում աստեղից։ Բա դուք 3 օր աշխատել եք, ուզում եք մենք 3 րոպե։ $1070 չէ գալիս ոնց որ։ Տասնմեկ 8-ն է ասում, հա։ Եթե ընդգծեք բոլորը միասին, ներքևի աչանկյունում տալու ասում ամեն ինչքան, առանց ոչ մի գործողություն Միշտ տապեք։ Օգնեմ։ Ես Բերեք պայմանավորվենք լավ։